Միկա մարզահամալիրում բռնցքամարտի թեժ պայքար է, Երևան են եկել Եվրոպայի, Ասիայի, նաև աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Հայ բռնցքամարտիկներն արդարացնում են սպասելիքները։ Եզրափակիչում կտեսնենք նրանցից ուժեղագույններին։ Հետաքրքիր եզրափակիչ է սպասվում 48 կիլոգրամ քաշային կարգում ռինգում կլինեն Հայաստանը ներկայացնող Բարեգամ Հարությունյանը եւ Ռուսաստանի առաջին համար Էդմոն Խուդոյանը։ Նախորդ տարի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Խուդոյանը հաղթեց ու Բարեգամը կփորձի հայրենիքում ռևանշ վերցնել։ 51 կիլոգրամ քաշայինների եզրափակիչում մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ռուդոլֆ Գարբոյանն է։ Նրա եղբայրը Ռուբեն Գարբոյանը իր հերթին կփորձի ոսկի նվաճել 54 կիլոգրամ քաշային կարգում։ Մարզակիցը շատ բարդ մարզիկ էր, բայց կարողացա գտնել մենամարտի բանալին եւ հաղթեցի։ Տեխնիկապես լավ պատրաստվել ենք այս մրցաշարին, նորմալ է մարզավիճակս։ Հիմա արդեն եզրափակիչում ենք։ Եզրափակիչում են նաև Հայաստանը ներկայացնող 57 կիլոգրամ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 60 կիլոգրամ քաշային Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Սահակյանը։ Կիսաեզրափակիչում Սահակյանը համար պայքարում հաղթեց Ռուսաստանի առաջին համարին։ Մրցակիցս փորձառու բռնցքամարտիկ էր, լավ բռնցքամարտիկ էր։ Ամեն վարքյան փորձում էի, որպեսզի չկորցնեմ ուշադրությունս, այս մենամարտում էր կարևորը, որ ամեն վարքյանը լինի կոնտրոլի տակ ու կային թերություններ, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ իմ անցկացրած մենամարտից, իմ մարզիչներն էլ գոհ են, քանի որ հաղթանակի հասա այսպիսի մրցակցի նկատմամբ, դա արդեն լավ է։ Համար պայքարում, բայց վստահ հաղթանակ տոնեց նաև Նարեկ Հովհաննիսյանը։ 63.5 կիլոգրամ քաշային բռնցքամարտիկը պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցչին։ Սա երկրորդ մենամարտս էր, մի համեմատած առաջին մենամարտի ավելի լավ ընթացավ, բայց բնականաբար դեռ տեղ կա ավելի ավելացնելու։ Ու վաղի եզրափակիչն է արդեն ավելի փորձառու մրցակիցա դեմինս հավանաբար լինելու։ Գրեթե յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանը կունենա եզրափակիչի մասնակից։ Ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանն ընդգծում է, որ սա մեծ փորձ է հայ բռնցքամարտիկների համար։ Մեզ շատ է հարկավոր մրցումներ, շատ մրցումներ։ Եվ այսպիսի փորձառու բռնցքամարտիկներ, որ հիմա այստեղ ասենք մենամարտում են, մեզ շատ լավ փորձի փոխանակություն է, որպեսզի կարողանան Եվրոպա աշխարհ լավ մենամարտեր անեն։ Եզրափակիչները ապրիլի 19-ին են ժամը 15-ից սկսած։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։